Պատկերացրեք մի տղա, ով ծնվում է մի փոքրիկ կղզում, չունի հարստություն, չունի ուժեղ դիրք, բայց հետագայում դառնում է աշխարհի ամենաուժեղ առաջնորդներից մեկը։ Նրա անունն էր Նապոլեոն Բոնապարտ։ Նա փոխեց Եվրոպայի քարտեզը, հաղթեց տասնյակ պատերազմներում, դարձավ Ֆրանսիայի կայսր, բայց վերջում կորցրեց ամեն ինչ և մահացավ աքսորում։ Նապոլեոնը ծնվեց 1769 թվականի օգոստոսի 15-ին Կորսիկա կղզում, Այաչո քաղաքում։ Նրա ընտանիքը ազնվականներ էր, բայց հարուստ չէր։ Փոքր տարիքում նրան ուղարկեցին Ֆրանսիա սովորելու։ Նա առանձնանում էր իր խելքով, կարգապահությամբ և մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությամբ։ Նա ընդունվեց ռազմական դպրոց և դարձավ հրետանու սպա։ Այդ ժամանակ Ֆրանսիայում սկսվեց ֆրանսիական հեղափոխությունը և երկիրը հայտնվեց մեծ փոփոխությունների մեջ։ Այդ խառնաշփոթը Նապոլեոնին տվեց հնարավորություն բարձրանալու։ Նապոլեոնի առաջին մեծ հաջողություններից մեկը եղավ Տուլոնի պաշարման ժամանակ։ Նրա ռազմական մտածողությունը մարդկանց ստիպեց նկատել նրան։ Շատ արագ նա բարձրացավ զինվորական աստիճաններով։ 1796 թվականին նա ղեկավարեց Ֆրանսիայի բանակը Իտալիայում և մի շարք հաղթանակներ տարավ, ցույց տալով, որ ինքը սովորական հրամանատար չէ։ 1799 թվականին Նապոլեոնը կատարեց հեղաշրջում և դարձավ Ֆրանսիայի գլխավոր ղեկավարներից մեկը։ Մի քանի տարի անց 1804 թվականին նա իրեն հռչակեց Ֆրանսիայի կայսր։ Նրա նպատակն էր ստեղծել հզոր Ֆրանսիա և տարածել իր ազդեցությունը ամբողջ Եվրոպայում։ Նապոլեոնը համարվում էր ռազմական հանճար։ Նա օգտագործում էր արագ շարժումներ, անսպասելի հարձակումներ և շատ լավ կազմակերպված բանակ։ Նրա ամենահայտնի հաղթանակներից մեկը ավստրիայից ճակատամարտն էր 1805 թվականին, որտեղ նա հաղթեց Ավստրիայի և Ռուսաստանի բանակներին։ Այդ ժամանակ թվում էր, որ Եվրոպայում ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան։ Բայց Նապոլեոնի ամենամեծ սխալներից մեկը եղավ Ռուսաստանում 1812 թվականին։ Նա մտավ Ռուսաստան մեծ բանակով, բայց եղանակը, հեռավորությունը և ռուսական դիմադրությունը մեծ կորուստներ պատճառեցին։ Ահա այն վայրերը, որտեղով անցել է Նապոլեոն Բոնապարտը իր բանակով։ Նապոլեոնը մահացավ 1821 թվականին 51 տարեկան հասակում։ Նրա կյանքը մինչ օրս քննարկվում է։ Ոմանք նրան համարում են ռազմական հանճար, ով փոխեց աշխարհը։ Մյուսները հիշում են պատերազմները և նրա ձգտումը դեպի անսահման։ Բայց մի բան հաստատ է. Նապոլեոն Բոնապարտը մնաց պատմության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Եթե ձեզ հետաքրքրում են նման պատմությունները, ապա բաժանորդագրվեք և հավանեք տեսանյութը, որովհետև հաջորդը լինելու է մի մարդու մասին, ով համարյա գրավում էր ամբողջ երկիրը։